Ուրախ ենք, որ անգամ միևս մեզ հետ եք մեր շնոր Հայաստանի ծրագրին, այսօր մեր մեջ ունենք մեր սիրելի եղբայրը, մեր Երևանի հովիվներից, Կենտրոն եկեղեցու հովիվը Արթուր Ռաֆայելյանը, Արթուր ջան, ուրախ ենք, որ մեզ հետ եք։ Նմանապես Տեր օրհնի բոլորիդ, օրհնի ես հզորությունը, որ միասին ունենալու ենք։ Ամեն։ Եվ Տիրոջ շնորհիվ այսօր Արթուր ջան մենք պիտի խոսենք հովիվը ուսումնասիրության սովորությունների վրայով։ Հովիվը, որ ինք դարբեր ծևերով անշուշտ ազը խոսքի գաբակցությամբ ուսումնասիրություններ անում է, լա եկեղեցու ոլորտում, լա նրա տան մեջ, լա անսական մենիկ պահերում, կամ իր հոգևոր աճի անսական եւ իր սերտողության, պատրաստության, քարոզների պատրաստության եւ այլ այդպիսի ուսումնասիրությունների մասին խնդրում ենք, որ այսօր մի քիչ այս թեմաներով վրայով խոսենք։ Եվ մի արմի իհարկե սկսենք, առաջին հարցը հետևյալն է, որ իբր քո ուսումնասիրության սովորությունների այդ հերթին, սկսենք քո մենիկ բահով, ոնց դու անում ես, երբ ուսումնասիրում ես ազոխոսքը քո մենիկ բահում։ Այսպես կասեմ, որ հարցը մենակ չի վերաբերվում հովվին, այլ ցանկացած քրիստոնյա, ցանկացած հավատացյալ մեկի համար Տիրոջ խոսքը, Տիրոջը հետ ժամանակը կարևոր տեղ պետք է ունենա, որտեվ այն մեկը, որ մենիկ պահ կամ առանձին ժամանակ չի ունենում, կամ դրա փափագը, դրա ձգտումը չունի, ես մի փոքր նույնիսկ կասկածեմ, արդյոք վերստին ծնված է, թե ոչ այդ անձնավորությունը, ինչի, որովհետև միշտ սիրում եմ այս օրինակը բերել, եթե մենք օրինակի համար գիտենք, վստահ ենք, որ, չգիտեմ, առանց հաց երկար չենք կարող ապրենք, առանց ջուր ավելի քիչ է ժամանակ, առանց թթվածին, չգիտեմ, մի քանի րոպե մարդիկ կան, չգիտեմ, կարող է մինչև 30 րոպե կարողանում են պահել, նույնպես եւ մեզ համար շատ կարեւոր է Տիրոջ հետ առանձին մենիկ պահ ունենալը եւ բոլոր նրանք ովքեր որ կարդացել են նոր կտականը կտեսնեն որ նույնիսկ Տեր Հիսուս ծառայության այդ օրվա թոհու բոհի շրջանակներից մենք տեսնում ենք որ երեկոյան ժամերին իր հանգստի հաշվին առանձնանում էր հոր հետ աղոթքի մեջ լինելուն, առանձնանում էր որոշ առումով աշակերտներից ամեն ինչից, ինչու որովհետև առանց Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու մնացած բանը որոշ առումով պարապ բան է դառնում։ Մեր զորությունը Տիրոջից է եւ մենիկ պահը պարտադիր է։ Գիտեմ, որ տարբեր մարդկանց մոտ ավելի նախընտրելի է առավոտ շուտ մենիկ պահ անելը, ինձ մոտ մի քիչ առավոտյան այդքան էլ չի ստացվում, իմ մենիկ պահի ժամը երեկոյան է, երբ որ երեխաները 9:30 գնում են քնելու, արդեն օրվա հիմնական աշխատանքը արված է, ու այդ ժամանակա, որ իմ սենց ասած մենիկ պահի ժամանակն է գալի, որ առանձնանում եմ ընթերցանության հետ կապված, աղոթքի հետ կապված, մտորելու, ինչ եմ ասում ընթերցանության, որտեվ նորից ունենք որոշակի քարոզի շրջանակում ընթերցանություն եւ արդեն առանձին ընթերցանության շրջանակ։ Հիմա սա ավելի կենտրոնացումը մեր այս հարցի առնչությամբ քո մենիկ պահի վրայով է։ Ես ալ հիշում եմ տարիներ առաջ, որ այո, երեխաները շատ փոքր էին, ես ալ ավելի գիշերը 10-ից յետքը 11 այդպես այդ ժամերուն եւ միտքս ավելի ոնց որ զգում էի որ թարմ էր աշխատելու ազոխոսքի վրայով եւ ոչ թե իհարկե ինչպես որ ասեցի քարոզի առումով պարզապես Տիրոջ խոսքը կարդալ մենիկ պահի առումով ես դա կասեմ իրականում որ ինձ համար շատ կարեւոր է որ ես առանձին մենիկ պահերս ունենամ ուստեղ ոչ միայն ընթերցանություն է թե տենց վերցնեմ չգիտեմ շատ հազվադեպ կլինի որ ասեմ ինչ որ օր կա որ ընթերցանությունս բաց եմ թողնում բայց մենիկ պահի նորից կարևորությունը շատ կարևոր է, որովհետև մենիկ պահի շրջանակում որ առանձին ինչ է իրանից ընդհանրապես ներկայացնում։ Այսինքն հերթականությամբ կարդում եմ Աստվածաշունչը, այսինքն հենց որ ավարտում եմ նորից սկսում եմ։ Այնպես չի որ էլի որոշ մարդիկ ոչ ճիշտ սովորություն ունեն, ասում են Աստվածաշունչը ոնց բացեցի, ինչ բացվեց, դա էլ կարդում ենք եւ այլն, բայց չէ, այդ մոտեցումս չի, այլ սկզբից մինչև վերջ գնում եմ ու այդ ձև շարունակ, այսինքն այս պայմանությամբ նոր կտականը վերջացրել եմ, հիմա արդեն սկսել եմ այս տարվա շրջանակում արդեն 5 կտական ուսումնասիրել ու հիմա թագավորած գրքի մեջ եմ, երկրորդ թագավորած գիրքը ու ընթերցանությունս ավելի
ոչ թե զուտ ընթերցում եմ, անցնում եմ, գնում եմ, այլ մի փոքր ավելի սերտողության մակարդակի վրա է, որոշ բառերի ուշադրության վրա, նույնիսկ դեպքեր են լինում, որոնք որ, եթե ասենք նոր գտականանան վերաբերվում, հունարեն որոշակի բան են, չեմ ասի քարոզի մակարդակի ոչ այդ խորություն, բայց այնուամենայնիվ գուցե կարող ասենք որոշակի փոքր մեկնաբանություններ բարակ հմպանցիկ ասեմ, եթե ինչ-որ բաներ հետաքրքրեց, որոշ մտքեր կա, որ առանձնացնում եմ, շեշտում եմ, կամ որոշ համարների վրա։ Բայց նշումներ առնում ես, կոմոդը արձանագրում ես։ Առանձին ոնց որ ասած Աստվածաշնչից ու ծրագրով եմ կարդում, շատ դեպքերում, հենց այդ ծրագրի մեջ էլ որոշակի նոթեր եմ վերցնում, Եվ գանի գլուխ սովորաբար կարդում ես։ Կախված է իրավիճակից, որ նայում եմ, ասենք կան մի քիչ ավելի հեշտ անցնող գլուխներ, մինչև 5-6 գլուխ, կարող է 7 գլուխ կարողանամ անցնել։ Լինում են դեպքեր, լինում են հատվածներ, որոնք որ մի փոքր ավելի չեմ ասի ծանր կամ դժվար, բայց ավելի նախընտրում եմ ավելի ժամանակ տրամադրելու, գուցե համարների վրա կանգ առնելու, մտորելու։ Լինում է դեպքեր, որ ասենք սկիզբը աղոթում եմ, հետո որոշակ համարի եմ հասնում, որոշակի ցանկություն ա լինում նորից կոնկրետ այդ համարի շրջանակում ինչ որ կերպով աղոթելու, շնորհակալություն հայտնելու։ Հիմա այս վերջերս նորից կոնկրետ թագավորած գլխի շրջանակում երբ որ նայում էի, Դավիթ թագավորի արձագանքն եմ տեսնում, թե ինքը ինչքան գոհունակ կերպով է Տիրոջը մոտենում ու ասում ոնց որ ես ով եի, որ դու այսքան իմ վրա ուշադրություն դարձրեցիր ու ոչ միայն այսօրվա հետ կապված, այլև ապագայից հետ կապված եւ այլն եւ այլն։ Ու ես տեսնում եմ, թե իր սիրտը որոշ առումով համեմատում եմ, ասենք Սավուղի ընթացքը եւ Դավիթ թագավորի, Սավուղի մոտեցումները, Դավիթի մոտեցումները ու այս պարագայում նորից առիթ է լինում մի փոքր նայելու քո կյանքի ընթացքի մեջ տերը ինչպես է գործում, ինչ ընթացք է ունեցել եւ այլն եւ այլն։ Դրա համար եմ ասում, այսինքն այնպես չի որ զուտ մեխանիկական բան աղոթեցի, կարդացի, աղոթքով վերջացրեցի եւ այլն եւ այլն։ Չէ, տարբեր է, այսինքն կարող է ընթերցանություն լինի, հետո մի պական առնեմ, աղոթեմ, մտորեմ որոշ համարների շուրջ, հետո շարունակեմ։ Դրա համար հստակ համար չեմ ասի, այսինքն քանի գլուխ եմ կարդում, բայց մոտավորապես, այսինքն 5-ից 6 գլուխ ամենաքիչը անցնում եմ ոչ զուտ ընթերցանություն, այլ սերտողության մի փոքր ինձ համար մակարդակի որոշ բաներ առանձնացնելու, աղոթելու, ուսումնասիրությունը առօրյա։ Եթե բադայեցա որնակ 5-ից 6 գլուխ մինչև աստրեցի, որքան ժամանակ վերցնում է հետդ։ Մի ժամ ու կես։ Ժամ ու կես, մոտավորապես 1 ժամ, ժամ ու կես, կախված նորից իրավիճակից։ Լինում է դեպքեր, որ օրինակի համար ֆիզիկապես հոգնած եմ լինում կամ երեկոյան շատ է ու չես դիմանում, այսինքն եղել է դեպքեր, որ ինքս ինձ բռնացրել եմ, որ օքեյ, այս հատվածը կարդացի, չէ, կարիք ունեմ հետ վերադառնալու։ Մի անգամ էլ, երկու անգամ էլ հասկանում, որ արդեն միտքս տկարա թույլ է, չեմ ուզում զուտ կարդամ, ասեմ, օքեյ, այսօր էլ 5 գլուխ կարդացինք, այսինքն ընթերցանությունը զուտ ինքնանպատակ չէ։ Այսինքն ինձ համար ընթերցանության շրջանակում ես ուզում եմ հստակ հասկանալ այն ինչ որ խոսքն է ասում եւ թույլ տալ որպեսզի խոսքը կյանքիս առումով փոփոխություն բերի, թե պարզ գոնե հարցերով ինչի մասին էր, ոնց կարամ կիրառեմ, ինչ սովորեցի Տիրոջից եւ այլն եւ այլն, այսինքն գործնական պետք է լինի եւ այո, դեպքեր են լինում, որ հասկանում ես, որ օրինակ արդեն ֆիզիկապես ուղեղդ ի վիճակի չի ընկալելու, բանալու կասեմ այսպես դրա համար նույնիսկ կախված է ժամ, ժամ ու կես, նա ժամանակից եղել է դեպքեր, որ նկատել եմ 2.5 ժամ, մեկ է տեսել եմ արդեն գիշերվա մինչև ժամը 1-ը բան եմ անում, ասում չէ, օքեյ։ Էլի իրավիճակից է գալի, հասկանում ես, այսինքն պահեր են լինում, որ իրապես sense այնքան էս կլանված կարդում, այնքան նրբություններ ես տեսնում, որը երբեք այդքան ուշադրություն չես դարձել, ու ասենք հիմա հարցես քանի անգամ ես կարդացել, բազում անգամներ Աստվածաշունչը կարդացել եմ։ Ամեն անգամ նոր բան կսովորենք։ Ու տեսնում եմ, ասում, այս բանի վրա ոնց որ ուշադրություն չէի դարձրել, հետաքրքիր էր, ոնց ենք բանում եւ այլն եւ այլն։ Դրա համար պահեր են լինում, որ կարող է նույնիսկ երկարել լինի, երկարել ընթանա։ Շատ լավ, Արչան։ Հիմա սրա հետ կապ ունեցող մի խոսքով, ցևով ասելով, հիմա անձնական մենիկ բահի մասին մի քիչ զրուցեցինք, բայց եթե կարող ես մի քիչ մեզ հետ արծարծել հետևյալ հարցը, ազող խոսքի գաբակցությամբ ուրիշ գրականություն, առողջ հոգևոր գրականությունների մասին խոսելով, ինչ է քո սովորությունները ուսումնասիրության, որքան հաճախակի կարդում ես զորնակ նոր հոգևոր գիրքը եւ սա քո հոգևոր աճի եւ աստվածահաճո ուրախության համար, որ քո ուրախությունը Տիրոջմով եւ քո հոգևոր աճի նպաստի եւ հոգևոր այդ ուրախությունը ավելանա քո մեջ։ Մի քիչ սրա վրա խոսե, խնդրեմ։
Այս հարցն էլ հետաքրքիր է, ինչ առումով, որ երբ որ հոգևոր ընթացքից մեջ նոր էին գնում, մի եկեղեցում էի, որտեղ որ շատ շփում չուներ ուրիշ եկեղեցիների հետ ու իմ պատկերացումը ընդհանրապես մի քիչ այլ էր հոգևոր շրջանակի, բանի, հոգևոր գրականության գրքերի հետ կապված։ Առաջին անգամ, երբ որ բակալավր ընդունվեցինք KTS-ում, Կիևի Աստվածաբանական ջեմարանում, այնտեղ առաջին անգամ բացվեց ինձ հոգևոր գրականություն հասկացողությունը, ճիշտ է ռուսերեն լեզվով էր, այսպես ասած sense նայեցի, ասում վաու, այսևի sense մեծ գանձեր կան, որի հասանելիությունը Հայաստանում ընդհանրապես չկար, ու հիշում եմ ամեն անգամ հետ վերադառնալուց, ասենք պայուսակներս ծանր ու ասենք տնեցիք նայում են, էլի գրքեր, բայց այո, սիրահարվեցի գրքերի վրա այն առումով, որ տեսա թե ինչքան թանկ բաներ կարող են գտնել։ Նորից չեմ համեմատում Աստվածաշնչին, ինչի որտեղ պետք է հստակ բաժանում դնենք հոգևոր գրականությունը նպաստող գրքեր են Աստվածաշունչը հասկանալու, այսինքն Աստվածաշունչի որևիցե այլ գրականություն չի կարող փոխարինել, այսինքն Աստվածաշունչը առանձնացված Աստծո խոսքն է, կատարյալ ճշմարտություն, բայց հոգևոր գրականությունը օգնում են Աստվածաշունչը շատ ավելի գունեղ կերպով տեսնելու ու սա ինձ համար մեծ բացահայտում էր։ Ինչ եմ ասում բացահայտում էր, որովհետև հանդիպել եմ մարդկանց, ովքեր որ կասեմ ավելի հիմա չեմ ուզում գնահատական տալ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ որոշակի հպարտություն կա որոշ մարդկանց մոտ ասելու, դե Աստվածաշունչ եմ կարդում, ոնց որ ասած են ուրիշ գրքերի, էլ ինչ կարիքը կա կարդալու եւ այլն, եւ կասեմ, որ սրա մեջ որոշակի հպարտության նշույլներ կա, ինչի, որտեվ Աստծո խոսքը հստակ ասում է, որ մեկս մյուսին խրատենք, օգնենք, սովորեցնենք, վերջը մենք ինքներս էլ որպես ուսուցիչներ, քարոզիչներ ուրիշներին ենք սովորեցնում։ Եվ այս գրքերը ու գրականությունը լինի, որովհետև հիշում եմ 20-նոցներու սկիզբն էի եւ երեց եղբայրը ունեինք, մենք երիտասարդ տղեկ ենք, նոր հազիվ 20-ը անցած ենք, մեզ անգամ մխրադեց մեր մի քանի օկիներին ասելով, որ սուկրկից ադուրիշ բան մի գարտակ ասեց, ինչու ինք հասկացանք է, որ վախենում էր, որ մեր վարդապետական հասկացողությունը, նպությունները կարող են ավելի փոխվել նրանց վարդապետությունից դուրս գալով, նրա համար էր, որ նրա կենտրոնացումը մեզ դա էր, որ դուք միայն սուբկիկ կարդացեք։ Եվ այո, հասկանում ենք, սուբկիկը գերագա է եւ նրանից, այսինքն ոչ մի բան չես կարող նրանից ավելի գերատասել ասելով, որ նրանից ավելի լավ գիրք է, սուբկիկից ավելի չկա, որ ինչու Աստծո խոսքն է, Աստծո ներշնչած խոսքն է եւ նրա միայն կարիք ունի։ Այո, եթե հիմա ուրիշ հոգեոր քրագանություն չլիներ, ոչ մի ուրիշ բանի կարիքը չունենք։ Այդ առումով սուբկիրքը կարևոր ունենք, բայց բավարար է մեր աստվածաշնչության համար, որ սուբկիրքի համեմատ այդ լավ հոգեոր քրագանությունը նպաստում են մեր հասկացողությունը եւ արժեքավորումը Աստծո խոսքի առնչությամբ։ Ու այս առումով էլ որոշակի նրբություններ կա, ինչի որտեվ ոչ բոլոր հոգևոր գրքերն են, որոնք որ օգուտ են տալիս կամ արժեքավոր են, եւ նույնիսկ քարոզներն էլ, այսինքն նորից տրամաբանություն կամ մտածելակերպ կա, որ եթե որևիցե մեկը Քրիստոսի անունն է տալիս, կամ որևիցե գրականություն, հոգևոր գրականություն է, ճակերտավոր հոգևոր ասեմ, ուրեմն վերջ, ուրեմն 100%-անոց լավ է եւ այլն եւ միշտ պետք է նայենք, տեսնենք արդյունքը ինչն է ու հետեւյալ հարցը պետք է տամ։ Հետևյալ գրականությունը նպաստում է Աստծո խոսքի ավելի խորը հասկացողությանը, ճանաչողությանը, թե ոչ։ Ինչի որովհետև նորից սրա մեջ էլ վատ բան չեմ տեսնում, կան օրինակի համար անձնական վկայությունների որոշակի գրքեր, պատմություններ եւ այլն, սա նորից վատ չէ, օրինակ ես կարդացել եմ ոչ միայն ժամանակակից, այո, նաեւ հին ժամանակվա, այսինքն բավականին հոգևոր հասուն ծառայողների, հովիվների ընթացքը, քարոզությունը, հալածանքները, որոշակի փորձառություն, որ իրանք որ փորձարել են, եւ սա իր տեղն ունի առանձին, ոնց որ ասած, հատվածը կա, որ հետաքրքիր է տեսնել նորից թե Տերը ինչպես է գործել մարդկանց կյանքում։ Կա այլ տիպի գրքեր, գրականություն, որը որ ավելի ուղղված են որոշակի վարդապետական հարցերին, այսինքն կոնկրետ համակարգված, թե տվյալ թեմայի վերաբերյալ ինչ ասում Աստծո խոսքը որոշակի պատասխաններ գտնելու, առավելևս որպես հովիվների
մենք մեր առօրյայում ոչ միայն մեր անձնական հարցերի շրջանակում ենք փորձում պատասխաններ գտնել, այլ վերջիվերջո պատասխանատվություն ենք կրում բավականին շատ ժողովրդի հետ, որոնք որ տարբեր խնդիրներ են ունենում, տարբեր հարցեր են ունենում, եւ այո, պետք է պատրաստ լինես տարբեր հարցերին ոչ թե ուղղակի մակերեսային ինչ որ պատասխան տալու, այլ խորապես ուսումնասիրես եւ այլն եւ նորից եկեք ազնիվ լինենք, մենք այդքան ժամանակ չունենք, որ ամբողջ այդ բոլոր հարցերի շրջանակում մանրակրկիտ աշխատանք տանենք եւ այս պարագայում եթե կան հասուն եղբայրներ ովքեր որ ունեն լավ վարդապետություն, լավ հասկացողություն Սուրբ Գրքի վերաբերել եւ իրենք արդեն իսկ այդ աշխատանքը տարել են, համակարգված սիրուն գեղեցիկ կերպով շարադրել են Գրքի տեսքով, սա միայն ու միայն օգնություն է այն առումով, որ կարողանանք մեր ծառայությունը լավագույն կերպով ներկայացնելու տալու ու սա նորից գործիքներ են Աստծո խոսքը ճիշտ հասկանալու եւ նման ձևով դիմացինին ուղղորդելու, դաստիարակելու, սովորեցնելու ու փառք եմ տալիս Աստծուն, սկսեցի նրանից, որ երբ որ տեսա, որ ռուսերենով բավականին շատ գրականություն կար, փափակ ունեի սրտիս մեջ ասում եմ, լավ, ինչի մենք հայերեն այս գրականությունը, այս լավ գրքերը չունենք ու փառք Աստծուն, որ Տերը նաեւ այս հնարավորությունն է բացել, որ արդեն բավականին շատ լավ հայերեն թարգմանված գրքեր ունենք եւ որոշակի գրքեր ընթացքի մեջ էլ կա, գիտենք կա եւ կարդում ենք։ Դե ինձ համար հայ, նրանք ովքեր որ անգլերեն գիտեն, շատ ավելի մեծ հնարավորություն կա։ Ռուսերեն իմացողների համար էլ բավականին լավ գրականություն կա, ավելի քիչ քանակությամբ, բայց այնուամենայնիվ դա էլ բավականին շատ է, բայց հիմա եթե ոչ ռուսերեն գիտես, ոչ անգլերեն գիտես, հայերեն գիտես, ուրախ եմ, որ գոնե այս ընթացքում էլ որոշակի ընթացքի մեջ ենք։ Հիշում եմ, երբ որ Դագավին Լիբանան էի, առաջ որ Հյուսիսային Ամերիկա եկա, այնտեղը մեր եկեղեցու ոլորտում մի փոքր գրասենյակ ունեինք։ Վաճառում էին հոգևոր գրականություն, բայց շատ սահմանափակ էր։ Մի քանի գրքեր ունեի հայերենով եւ արաբերենով էլ, կարող է 2-3, հետո եթե սխալ չեմ հիշում, մի հատ անգլերեն սուբգիրք ունեի, King James Bible ունեի, եւ մի հատ էլ ուրիշ արտության վերաբերյալ գիրք ունեի անգլերենով, փոքր, կարճ։ Եվ որ Կանադա եկա, նայեցա, որ տարբեր աշխարհ կա հոգևոր գրականության։ Եվ սկսեցի սկիզբը, քանի որ Դագավին այդ հասունությունը չունեի, սկսեցի ինչ որ գտնում էի, տարբեր թեմաների վրայով աչքս խփում էր, վերցնում էի, օրինակ աղոթքի մասին, հնազանդության մասին եւ բայց հետո նշмарեցի, որ դարբերակները կան այդ գրքերի, այդ թեմաների արժ, օրինակ աղոթքի վերաբերյալ կարող է 10 տարբեր գիրք լինի, ինչու համար դու պիտի այդ գիրքն, մյուս գիրքն, եւ որ այս մեկ գիրքը այդ բոլորը ներառում է եւ ավելի որակավոր գիրք է, ավելի համագարկված, ավելի խորը սուկրային առումով, այո, մի քիչ կարող ավելի թանկ լինի, բայց ավելի լավ է, քան թե օրինակ $10 մեկ գրքի դաս, 30 մյուսին, բայց մյուսը ավելի հասուն գիրք է, ավելի առողջ գիրք է, ամեն ցևով, վարդապետական առումով, սուկրային հիմքերի առումով եւ այդպեսով սովորեցի կամած, իհարկե, ասի քանի տարի արավ մինչեւ որ հասկացա, որ չէ ամեն բանի պետք չունես փող ծախսելու։ Սա է կարևոր, որ Աստուծո մենք արժևը բարդավորված ենք, որ օգտագործենք ինչ որ Տերը մեզ տված է, մեր ֆինանսական այդ հնարավորությունները շիտակ ցևով։ Մա հետաքրքիր եւս մեկ բան ֆինանսի հետ կապած, նույնիսկ որոշ մարդկանց մոտ կա նորից թյուր կարծիք, որ ամեն բան պետքա ծրի լինի։ Օրինակի համար եթե հոգևոր գրականությունը ինչու պետքա անվճար չլինի, կամ կոնֆերանսը ինչու չպետքա անվճար լինի եւ այլն, բայց սրա հետ մեկտեղ էլ գալիս է մի փոքր ուրիշ հասկացողություն, ինչի որտեվ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, եթե անվճար է, ուրեմն առանձնապես որևէ կարիքը չկա կամ պետքն էլ չկա, այսինքն անպիտան բան է։ Եվ տեսել եմ որոշակի նույնիսկ ընթացք, որ մարդիկ կան, ովքեր որ ցանկացած հոգևոր գրականություն գիրք է լինի, կվերցնեն, անվճար է, ինչու՞ չէ, թող տանը լինի, բայց երբեք ոչ կբացեն, ոչ կկարդան, բան կանեն։ Դա համար այս առումով էլ օրինակի համար որոշում կայացրեցինք, որ այն գրականությունը, որ թարգմանվում է, տպագրվում է, ինքը լավ կլինի, որ գոնե ինքնարժեքի շրջանակում մարդիկ վճարեն, եւ ես անձամբ նույնիսկ առաջի Աստվածաշունչս նվեր չեմ ստացել։ Գնացել եմ, առել եմ ճիշտ արարատյան թարգմանություններ, սկսեցի 5 տականը կարդալ, Եհովա բառը մի քանի անգամ կարդացի, վախեցա, մտածի Եհովայի վկաների գիրքն եմ առել, բայց հետո բացատրեցին, չէ, որ դրա մեջ խնդիր չկա, առաջի գիրքս է եղել։ Ինչի՞ եմ սա ասում, որ
մենք այո նույնիսկ ֆինանսական առումով պետքա պատրաստ լինենք ներդրում ունենալու գրականության մեջ, գրքերի մեջ էլ ինչու, որովհետև եթե վերցեմ մի փոքր ուրիշ կողմը, այն մարդ, որ ժամանակ է ծախսել, իր ընտանիքից է կտրել եւ այլն տարիներով ուսանելը, աշխատելը, բանը արել եւ արդյունք է ստացել գրքի տեսքով օրինակի համար, լավ է որ այդ մարդը որոշ առումով վարձատրվի, այսինքն սրա մեջ էլ պետք է մենք բաց լինենք ու դրան բացասական չնայենք, այսինքն այս հասկացողությամբ չի որ բիզնես են անում եւ այլն, բայց այնպես էլ չի որ մենք օդից ենք սնվում, այսպես ասած, որտեվ աշխատավոր եւ վարձքին արժանի է, այսինքն աստծո խոսքը միանշանակ դրա մասին խոսում է եւ եթե ուզում ենք մի բան, որը որ օգնելու է, օգտակար է, մենք պետք է պատրաստ լինենք դրա համար վճարելու, եթե օրինակի համար սնունդի համար ման են գալի, փորձում ենք գտնենք օգտակար քիչ քիմիական նյութերով լինի եւ այլն, որակով լինի, չգիտես ինչի հոգեվոր առումով ասում ենք, չէ, պետքա պարտադիր անվճար լինի եւ շատ էլ չենք էլ հետաքրքրվում, թե ինչ որակի կամ ինչ մակարդակի քարոզ ենք լսում կամ գիրք ենք ուզում կարդալ։ Դա համար ինձ համար այս պարագայում շատ կարեւոր էր, որը որ ես սովորեցի ընթացքում հասկանալ, գնահատել գրքի արժեքը այլ գրքերի, ճիշտ է հիմա Օսմանս հետ կապված մի քիչ սահմանափակ եմ ընթերցանությանս մեջ ինչի, որտեղ արդեն Ոսմանս շրջանակում մեզ կոնկրետ հանձնարարած գրքեր են տալիս, օրինակի համար։ Պետք է դրանք կարդաս։ Հիմա այս պայմանությամբ օրինակի համար եկեղեցու պատմությունն ենք ասում, եկեղեցու պատմության շրջանակի գրքերն եմ կարդում, մնացած թեմաների վերաբերյալ քիչ ավելի ժամանակ եմ ունենում, դրա համար ավելի նախընտրում եմ այն ժամանակը, որ ունենում եմ, տրամադրեմ Մենիկ Պայի շրջանակում Սուրբ գրքի ընթերցանություն, ինչի որտեղ հավելյալ արդեն գրականություն, այլ կարդում եմ Ոսմանս շրջանակում, բայց հիմա եթե օրինակի համար ես իմ համար առանձին իմ գրադարանն եմ արդեն ստեղծել ու շատ գրքեր կա, որ դեռևս նույնիսկ չեմ էլ հասցրել բացել, բայց այս տրամաբանությամբ, որ այս հույսով, որ ինչքան որ ժամանակ գտնեմ, կամած պետքա պարտադիր կերպով բոլորն էլ բացեմ, կարդամ, ու սա ոչ միայն կոնկրետ զուտ իմ ցանկությանը շրջանակում, այլ նույնիսկ շատ դեպքեր են եղել, որ հարց է բարձրացել եկեղեցու շրջանակում կամ այլ հարցերի վերաբերյալ եւ այո, գնացել եմ, գտել եմ գրականությանս մեջ կոնկրետ թեմայի վերաբերյալ որոշակի գիրք ու կարդացել եմ։ Ու շնորհակալ եմ Տիրոջից, որ այդ հնարավորությունը կա, որ կան լավ եղբայրներ, որոնք որ ժամանակ են ծախսել ու այդ սերտողությունը, այդ աշխատանքը տանելով ինձ օգնել են, որպեսզի եթե դա ինձ համար բավականին շատ ժամանակի խնայողություն էր, եթե անձնական իմ սերտողության շրջանակում օրինակի համար կարիքը կունենայի 4-5 օր տվյալ թեմայի վրա աշխատելու, այսպես կարաս ընդամենը 1 օրվա շրջանակում այդ թեմայի վերաբերյալ ամբողջական պատկերը ստանաս։ Շատ լավ, այո։ Հաջորդ հարցը քո ուսումնասիրությունները այդ սովորությունները ընտանիքի առումով ո՞նց անում ես։ Սկիզբը որ երեխաները փոքր էին, դե մի քիչ փոքր երեխաների հետ մի քիչ դժվար այն առումով հասկացողությունը դեռևս տկար են, թույլ են։ Մանկական աստվածաշնչերից ենք սկսել ընտանեկան sense ասած շրջանակում, բայց հիմա այս պահեդրությամբ տղաս արդեն 8 տարեկան է, աղջիկս 5 տարեկան է, արդեն կասեմ մի տարուց ավել է, միայն աստվածաշունչ չենք կարդում, մանկական աստվածաշունչ չենք կարդում, չեմ ասում վատ է, չեմ ասում սխալ է, բայց ցանկություն ունեցա տեսնելով, որ արդեն գոնե որոշակի բաներ սկսել են աշխատել, մտածել եւ ցանկություն ունեմ, որ փոքրուց իրանք սովորեն աստվածաշնչին։ Սովորություն ունենք ժամը 9-ին, պաշտամունքի ժամ ենք ունենում, 1-2 հոգևոր երգեր ենք երգում, տղաս արդեն կարողանում է էկրանից կարդա, աղջիկս չի կարողում կարդա, բայց հիշողությունը լավ է, այսինքն մի երգ, որ 2 անգամ երգում ենք, երրորդ երգից ինքն էլ արդեն միանում է։ Որոշակի երգեր ունեն պապա այս երգը դիր, որոնք գուցե բառերը գիտեն, սովորել են, երաժշտությունը գուցե ավելի հետաքրքրական է, բայց ուրախանում եմ, որ տեսնում եմ, որ երեխաներս մեկ սովորում են հոգևոր երգեր, սովորում են, որ մենք բացում ենք Աստվածաշունչը միասին կարդում ենք, եւ հիմա Մատթեոսի ավետարանը վերջացրել ենք եւ առաջ Աստված մյուս ավետարանը ենք սկսելու կարդալ, այսինքն որոշում եմ կայացրել, որ ավետարներից կվերջացնենք, հետո գործք առաքելոց, այսինքն հիմա դիդակտիկ մի քիչ նյութերը ավելի դժվար կլինի, նամակները, դա համար հիմա ավետարներից կսկսենք, Հիսուսի պատմությունները եւ գործք առաքելոցը բավականին հեշտ է, պատմությունները ավելի հեշտ են կենտրոնանում եւ
Դրանից հետո երբ որ փոքրիկ ընթերցանություն ենք ունենում, ամեն մեկին պահա տրվում, նախ եւ առաջ ուզում եմ երեխաները վերարտադրեն այն ամեն ինչ որ կարդացել ենք, ես էլ օգնում եմ Իրենց պատմությունը, բարերով։ եւս մեկ անգամ պատմում ենք այն ինչ որ կարդացինք, եւ դրանից հետո եթե օրինակ խոսքը վերաբերվում է ավետարանների շրջանակում, առաջի հարցս է դա, ինչ սովորեցինք Հիսուսի մասին, այսինքն ավետարանների կենտրոնում պետքա Քրիստոս լինի, այսինքն այնտեղ բարեխրատական դասերը չեն եւ այլն, հարցը էդի չի, կենտրոնը Քրիստոսն է։ Երբ որ խոսում ենք թե ինչ սովորեցին Քրիստոսի մասին, նոր դրանից հետո նաև կան երկրորդական, երրորդական թեմաներ, որին որ անդրադառնում ենք։ Օրինակի համար մենք հիմա ինչպեսի վերաբերմունք պետք է ունենանք, ինչ պետք է անենք եւ այլն, ու ասեմ, որ նույնիսկ հիմա երեխաներս բաց են շատ հարցեր են տալիս, փրկության վերաբերյալ, դե էլի մանկական տրամաբանությամբ, պապա, ինչ Հիսուսը կտանի երկինքում ինչ կա եւ այլն, կամ մեկ-մեկ երբ որ չարաճճի բաներ են արել, մեկ-մեկ գալիս են ասում են, պապա, մենք չենք ուզում գնանք դժոխք, հասկանում եմ նորից իրենց տրամաբանության շրջանակում գործերով է կախված փրկությունը որոշ առումով, ինչի, երեխական մոտեցումով, բայց նորից փորձում եմ բացատրեմ, ցույց տամ, աղոթենք իրանց համար եւ նորից երբ որ վերջում էլ միասնական աղոթք ենք ունենում, այն անհատական անուն առ անուն իրանց համար եմ աղոթում, իրանք էլ են լսում, որ աղոթում եմ իրանց փրկության համար, որպեսզի Տիրոջը ճանաչեն, շատ դեպքերում երբ որ վերջացնում ենք, ասում են երկուսն էլ էլի, թե Մարիան, թե Սերգեյը, ասում են, բա հավատում ենք Հիսուսին, բան սենց։ Այսինքն տեսնում եմ, որ դրանով այնուամենայնիվ ապրում են եւ սա մեզ համար սովորություն ենք դարձրել։ Ժամը 9-ին մենք նստում ենք ընտանեկան սերտողությանը եւ 9:30 մի քիչ ավելի 9:30, հա, աշխատում եմ 30-35 րոպեից ավել չլինի, որտեվ համ ուշ է, համ երեխաների համար էլ, որ արդեն սովորություն ենք դարձել, որ մի քիչ երկարումա զգում եմ, որ արդեն քունները տանում են, ինչի՞ որ իրենք սպասում են ժամը, որ 9 լինի, ասի 9 մոդենումա գիտեն, որ հիմա պիտի նստեն միասին։ Միանշանակ ու Էզևի է հիմա մոտեցումը, Կիրակի օրերը բաց ենք թողնում, ինչի որտեվ արդեն Կիրակի օրը ունեցել ենք, պաշտամունք միասին, բայց դե մեկ-մեկ լինում է Մարիան վազում է, դե նպատակը իրականում սա է, գիտեն որ պաշտամունք ենք ունենում, դրանից հետո քնել է։ Հիմա երբ որ ասում ես գնում ենք քնելու, իրանց համար որոշ առումով աղջկաս համար էսա որ բա չեն կարդալու, բա չեն աղոթելու, ոնց որ մի փոքր ավելի ուշացնի քնելու ժամը, բայց սա էլ եմ հասկանում, որ իրանց դուր է գալիս սա։ Այսինքն նստել է միասին, որպես ընտանիք, ժամանակ ունենալը, աղոթելը, երգելը, եւ սա նաեւ հետաքրքիր ավետարանչական բնույթի բաներ է ստացվում, ինչի որտեվ դեպքեր են լինում, որ հյուրեր ենք ունենում։ Եվ մի քանի անգամ եղել է, ովքեր որ աշխարհիկ, այսինքն դրսի մարդիկ են, ժամը որ 9 մոտենում է, բացատրում ենք, ասում ենք, գիտեք ինչ կա, մեր ընտանիքում սենց սովորություն ունենք։ Ժամը 9 երեխեքը մինչև քնելը միասին աղոթում ենք, կարդում ենք, երգում ենք, եթե ուզում եք համեցեք միասին ու այսքան ժամանակ չի եղել դեպք, որ շնորհով ստիպում եք նրանց։ Դեպք չի եղել, որ մեկը ասի, որ չէ, չեմ ուզում եւ այլն եւ այլն։ Եղել է, որ նստել, մասնակցել են, ճիշտ է, առանձին իրանց սենց ուղիղ հարց չեմ տալի։ Դու ինչ հասկացար, որպեսզի սենց ինչ որ անհանգիստ չլինեն։ Հա, անհարմար վիճակում չգտնեմ այդ մարդկանց, բայց եղել են մարդիկ, ովքեր որ աշխարհիկ մարդիկ են եղել, եկել են, տեսել են, որ մենք ընտանիքում է սովորություն ունեն, միասին մասնակցել են թե աղոթքին, թե փառաբանությանը, թե խոսքի ընթերցանությանը, եւ սա նորից փառք Աստծուն, առիթ է վկայություն է, թե հոգեվորների համար, թե նաեւ աշխարհիկների համար, որտեղ էլի եկեղեցուցել ընտանիքներ են եղել, որոնք որ սիրով իրանք էլ են արդեն միացել այդ միասին պաշտամունքի բանին եւ իրենց էլ է հաճելի եղել, նույնիսկ դրա համար շնորհակալություն են հայտնել։ Չէ, շատ լավ է։ Ու եթե օրինակի համար ես բացակայում եմ տնից, տունը չեմ, երկրից դուրս եմ եւ այլն կամ ինչ-ինչ պատճառներով այդ օրը ուշանում եմ, կինս գիտի հստակ այդ ժամերը, այսինքն այդ պաշտամունքը շարունակվում, այդ ծառայությունը շարունակվում է։ Ու իրապես փառք եմ տալիս այս հնարավորության համար։ Լավ է, այո։ Հաջորդ հարցը, հաջորդ սովորությունը ուսումնասիրության կապ ունի քո Սուրբ Գրքի մի ցանկացած սերտողության պատրաստման նկատմամբ։ Օրինակ, երբ Սուրբ Գրքի սերտողությունը պատրաստում ես, եւ այս հարցը բաժանենք քարոզ պատրաստելուց։ Դա եթե ուզում ես կարող միասին համադրել, միասին բանանել, ոնց է քո մոտեցումը ուսումնասիրության, երբ դու պատրաստում ես օրինակ լա սերտողության այսօրվա նման երեկոյան կամ կիրակի օրվա, ասենք մեր գիրակնորիա առումով եւ այլն։ Մոտեցումը մի քիչ տարբեր է, ինչ առումով եմ ասում, կախված է կոնկրետ սերտողությունը առանձին թեմա է, որը որ մի քիչ sense ասած կտրված է, ինչ եմ ասում կտրված է, որտեվ
հիմնական սերտողության շրջանակները, որ կատարում եմ, օրինակի համար քարոզներս Երևանում քարոզում եմ Մատթեոսի ավետարանից։ So ուսումնասիրությունս մի քիչ Մատթեոսի ավետարանի շրջանակում այլ է, ինչ առումով, որտեվ արդեն գիտեմ որոշակի գրքի ընդհանուր կառուցվածքը, պատմական կոնտեքստը, որոշակի նրբությունները հեղինակի վերաբերյալ եւ այլն։ Սա քարոզի առումով։ Քարոզի առումով։ Գյումրիում, եթե ասենք հիմա այս պայդրությամբ երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակն է, նորից այդ շրջանակումը սերտողության պարագայում, եթե ինչ որ մի թեմա է, շատ դեպքերում, եթե ժամանակ եմ ունենում, ինչպես որ ասացի, նայում եմ տեսնեմ, ինչ լավ գրականություն կա, որը որ այդ թեմայի շրջանակում կարող է որոշակի լուսաբանել, այսինքն դու որոշակի պատկերացումներ sense tendency ունես, ինչու, որտեվ եթե Աստվածաշունչը մեկ անգամ գոնե կարդացել ես, արդեն որոշակի ընդհանրական պատկերացում ունես շատ թեմաների վերաբերյալ։ Բացի դրանից հովվական ծառայության մեջ արդեն ահագին փորձառություն ունես։ Հիմա այս պարագայում, երբ որ 1-2 գրքի ուսումնասիրություն կա, հետո սկսում ես ինքդ էլ որոշակի աստվածաշնչյան համարների վրա ավելի խորանաս, մանրանաս, հավաքես ու արդեն սկսես կոնկրետ աշխատանք տանել կոնկրետ թեմայի շրջանակում։ Սերտողություն, եթե ոչ քարոզ, այլ օրինակի համար կոնկրետ աստվածաշնչից որոշ հատվածների վերաբերյալ, նորից մի քիչ մոտեցումն ուրիշ է։ Ինչ առումով։ Եթե կոնկրետ գրքի շրջանակում է, օրինակի համար հայտնության գրքի սերտողությունն ենք անում, էլի փոքր խմբի շրջանակում։ Քարոզի, բեմից քարոզի շրջանակը մի փոքր այլ է, ինչի, որտեվ չեմ ուզում ասեմ ֆորմալ է, բայց այդքան հնարավորություն չկա ավելի ազատ լինելու հարցերի պատասխանի, գուցե շատ ավելի ժամանակ տրամադրելու ամեն մի բառի կամ ամեն մի նրբությանը, երբ որ ավելի նեղ շրջանակում շատ ավելի հեշտ է միշտ պատրաստ ես լսելու հարցերին անդրադառնալու եւ այս պարագայում նույնպես էլի օգտագործում եմ որոշակի մեզ համար հայտնի ու ընդունելի քարոզիչների որոշ մեկնաբանություններին, որպեսզի տեսնես արդյոք ինչ որ բաներ բաց դու թողել ես, չես ուշադրություն դարձրել, չես նկատել ու նման կերպով ընդհանուր պատկերն է ստանում։ Կան դեպքեր, երբ որ հանդիպում ես որոշակի հարցերի, որտեղ որ կա մեկնաբանական քննարկումներ, այսինքն մենք գիտենք բոլորս էլ, որ Աստվածաշնչում եւ Պետրոս Առաքյալն էլ է ասում, դժվար ընկալելի, դժվար ըմբռնելի հատվածներ կան, որոնք որ հեշտ չեն եւ որոշակի քննարկումներ է գնում տարբեր, ասենց ասած, ուղղությունների կամ նույնիսկ մեկնաբանների առումով։ Եվ այս առումով էլ դու պետք է նստես ուսումնասիրես անձամբ այդ երկու կողմն էլ, փորձես տեսնես որն է ավելի նախընտրելի, որն է ավելի ըստ քեզ հավանական մոտեցումը տվյալ հարցի վերաբերյալ ու դա աշխատանք է պահանջում։ Եթե դրա մասին չուսումնասիրես, հարցեր չտաս, կարող է նույնիսկ սերտողության շրջանակում էլ ինչ որ մեկը հարցնի ու կստացվի, որ ոչ լիարժեք պատրաստված ես։ Նորից չեմ խոսում կատարելության մասին, բայց մեր կողմից պատասխանատվությունը հետևյալն է, որ պետք է լավագույնն անենք բոլոր կողմերից նայելով։ Որտեղ ադեներ կա, որ գիտենք, օրինակ նույնիսկ սերտողության բարակայում որոշ հարցը կարող է տրվել, որ կարող է որ մենք լրիվ պատրաստ չենք այդ դիտանկյունից պատասխանելու։ Հիմա իմ սովորությունս դա է, որ եթե պատասխան չունեմ, չես խափելու, ուսումնասիրեմ եւ ուրիշ անգամ պատասխան։ Քարոզի բարակայում դարբեր է, որ քարոզի բարակայում արդեն մենք ենք խոսողը, պատրաստված ենք եւ հարց feedback ոնց որ միանգամից չկա, պետք է դրա համար նույնիսկ այդ հարցադրումները դու ինքդ ներառես քարոզիդ մեջ, որ օրինակի համար այս ձևի հարց կտանեն, գալելով նրանց գլխավոր հարցերը, ինչա պատտվելու մարդկանց մտքում, այսինքն դրա համար մի քիչ մոտեցումները տարբեր են եւ սերտողություն շրջանակում մի փոքր ավելի ջերմ մոտեցումը, ավելի ազատ շփում է եւ քանակությունն էլ մարդկանց շատ ավելի քիչ է եւ այս անհատական մոտեցման շրջանակում որոշակի ուրվագծվում է, թե ոնց ենք ընթանում։ Հետո վերջում որոշակի ամփոփման շրջանակում հարցեր տալով, ինչ սովորեցինք, ինչ առանք, ինչ կարելի է բանել, սա մի քիչ այլ մոտեցում է ցուցաբերվում, քան թե օրինակի համար քարոզի շրջանակը։ Այնինչ նորից կասեմ բավականին մոտ են թե քարոզը, թե սերտողությունը, բայց իրանց յուրահատկությունն ու առանձնահատկությունն ունեն։ Իհարկե։ Բացի դրանից էլ, եթե վերցնեմ քարոզի պարագայում մոտեցումս մի փոքր այլ է, ինչ առումով, եթե օրինակի համար սերտողություններից ելնելով ժամանակ չեմ ուզում ասեմ խնայեմ, բայց դա իրականությունն է դա։
շատ դեպքերում լինում է, որ այնքան ժամանակ, ինչքան որ քարոզին ես տրամադրում, որովհետեւ սերտողությանը չես կարողանում այդքան ժամանակ տրամադրել։ Եվ ավելի օգտվում ես այլ գրականություններից, որոնք որ ուղղորդիչ են դառնում քեզ համար եւ իսկ արդեն քարոզի պրագրամը մի փոքր այլ է։ Քարոզի շրջանակում անհատական ուսումնասիրությունը սկսում ես որոշ առումով բնագիր բառերի ուսումնասիրությամբ, թարգմանությամբ եւ այլն եւ այլն, նոր երբ որ արդեն քարոզը տեզև ասած հիմնական պատրաստի վերջնական տարբերակ համարյա ունես, նոր դրանից հետո նայում ես որոշակի մեկնաբանությունները տեսնելու, ճիշտ ուղղությամբ ես գնացել նրբությունները, բաները, ու սա օգնում է մի փոքր, ասենց ասած, շտկելու, ուղղելու քարոզը։ Այնինչ սերտողությունը մի քիչ այլ մոտեցում ունի։ Դրա համար եմ ասում, համ նման են իրար, համ էլ իրարից որոշակի տարբերություններ, նրբությունները կա։ Քարոզից վրայի տրված ժամանակը միանշանակ շատ ավելի շատ է, քան թե սերտողություններին։ Զուտ ֆիզիկապես հասցնելու համար եմ ասում։ Հիմա սերտողության առումով, եթե քեզ հարց տամ, մի սերտողությունը պատրաստելու համար, ուրեմն ասեցիր, որ ավելի հագամետ ես օգտագործելու ռեսուրսներ, հավատարիմ աղբյուրներ, ավելի սկզբանից, քան թե քարոզի բարակայում, որ ավելի բնակրային, ասենք թե բնակրի հետ աշխատանքը տանում ես, թարգմանությունը անում ես բնակրից, բանալի բարերը նայում ես, բանալի արտահայտությունները, ուսումնասիրում ես տեքստը, կառուցվածքը եւ այլն, մայր կետը քարոզի եւ նրանից հետո ինչ որ ասեցիր, նայում ես, որ եթե ուրիշ մեկնաբաներ, հավատարիմ մեկնաբաներ առողջ վարդապետության համաձայն, նրանք ինչ որ ասում են, համաձայն են քո ասած մտածելակերպի հիմնական մտքի ուղղությանը, քո ասենք թե դիտանկյունի հետ եւ այո, դա առողջ մոտեցումն է արժան, որբեսի չլինի, որ սկզբանից խանցվի մեր աշխատանքը, որ շատեր կան այդպես անում են։ Հիմա չեմ ուզում մանրամասի գնալ ավելի քարոզաբանության, ոնց քարոզ պետք է պատրաստենք, դա ուրիշ թեմա է, իհարկե, բայց շատեր կան միանգամից սկզբանից գնում են դարբեր մեկնաբանական գրքերի։ Առաջ որ նրանց աշխատանքը իրենց աշխատանքը անեն, նրանց մոտեցումը այդպես պետք է լինի, որ առաջ տեքստի հետ աշխատեն, հետո նայեն, որ ուրիշ մեկնաբանական գրքերը ինչ ասում են։ Ես հասկանում եմ, որ սա որոշ առումով կախված է նաև քարոզչի սովորած լինելուց, հմտություններից եւ այլն, ինչի որտեվ կան դեպքեր, որոնք որ օրինակի համար այդ քարոզիչը երբեք չի սովորել, չգիտի ինչպես ընթանալ եւ իր պարագայում ես ավելի կնախընտրեմ, նույնիսկ իրան կքաջալերեմ, որ որոշ առումով օգտվի այդ նյութերից, ինչի որպեսի սխալ ընթացք, սխալ բան չունենա, բայց այդտեղ չմնա։ Ինչի որպեսի ինքն էլ ի վիճակի լինի, ոնց որ ասենք, եթե ոչ մի գիրք գրականություն չունենա, միայն Աստվածաշունչն է, բավարար լինի ինձ համար աշխատելու եւ հստակ հիմնական կետերը, հիմնական միտքը շարադրելու, ճիշտ կերպով հիմնավորելու հմտությունները ձեռք բերենք։ Եվ Փառք Աստծո, այդ հնարավորությունն ունենք այսօր Հայաստանում, թե լավ որոշակի հայերեն թարգմանված գրքեր էլ ունենք, ընթացքի մեջ ավելի կլինեն, թե նաեւ ուսման պարագայում Փառք Տիրոջը քարոզիչների դպրոցը կա եւ այլ հնարավորություններ կա։ Ուզում եմ ասեմ, այսօր այդ հնարավորությունը կա։ Ուղղակի եթե դեռևս այդ հմտությունները չունես, լավ կլինի, որ գոնե մինիմում կարողանան ունենան լավ մեկնաբանական գրքեր մոտները հեղինակավոր են առումով, որ ոչ թե օգտվեն, որպեսզի հանկարծ սխալ ուղղությամբ, սխալ ընթացքով չգնան, չշեղվեն եւ ծայրահեղությունների մեջ չընկնեն։ Նորից, բայց եթե հմտություններն ունենք, մենք պետք է ազնիվ լինենք աշխատելու, այսինքն չպետք է թույլ տանք, որ ծույլ լինենք, ասենք լավ, ինչ որ մեկը արդեն աշխատանք տարել է, միշտ իմ մտքից մեջ հետեւյալն է, լավ, այդ եղբորը սիրում ենք, հարգում ենք, բայց ինչքանով եմ վստահ, որ ինքն ժամանակը տրամադրել է, աշխատել է եւ այլն եւ այլն։ Չեմ ուզում բացասական բան դնեմ, բայց այդ վստահությունը չես կարող ունենաս։ Դու ինքդ պետքա չծուլանաս, աշխատանք տանես եւ ուշադրություն դարձնես որոշակի նրբություններին եւ ինքդ աշխատես, այսինքն Տերը ամեն մեկիս հետ աշխատում է եւ Սուրբ Հոգին ունենք, որ օգնում է մեզ հասկանալու իր խոսքը եւ դրանք ուղղակի կողքից գործիքներ են, որոնք որ պետքա օգնեն, այլ ոչ թե խանգարեն, որտեղ եթե սկսենք մեկնաբանության գրքերից, այդ մեկնաբանության գրքերը որոշակի sense նեղ ուղղվածություն են դուրս գալու ու ինձ համար շատ դժվար ալնելու այդ շրջանակից դուրս մտածելու կամ բանել։ Չեմ ասում սխալ ուղղությամբ կգնամ, բայց այն քարոզը, որ արդյունքում կստանամ,
իմս չի լինի։ Կլինի ինչ որ մեկինը մի փոքր ձևափոխված։ Չդագ է այո, որտեվ եթե մեր լրիվ ասենք կենտրոնացումը այդ աղբյուրների վրա է եւ հետո այդ աղբյուրներից քաղում ենք նրանց ասենք թե ատեղեկատվությունները, նրանց մարգարիտները, բայց վերջո նրանց քարոզն է, որ յուրացնում ենք մի խոսքով, եթե ավելի թույլատրում ենք, որ այդ ճշմարտությունները մերը լինեն։ Հա, սխալ չէ հղումներ անելը եւ ասելը, որ այսինչ քարոզիչ կամ այս գիրքը այսպես ասում են, բայց վերջո մենք չենք ուզում բարձրապես մեր քարոզը խումներով դիսկավորված լինի։ Կրկնենք բանը եւ պետք է հասկանանք, այդ մարդիկ խոսել են այդ ժամանակահատվածում, այդ եկեղեցու շրջանակում, որտեղ որ իրանք ծառայել են, այդ եկեղեցու կարիքների հետ ելնելով։ Եվ մենք որպես ներկայիս ծառայության շրջանակում գիտենք ավելի մեր շրջանակը, մեր կոնտեքստը, մեր հասկացողությունը, առօրյա հոգսերը, առօրյա հարցերը, որոնք որ գուցե կոնկրետ հատվածում արծացվում են, բայց դու օրինակի համար այն քարոզիչը դրան ուշադրություն չի դարձել, ինչի որտեվ արդիական չեն, կամ ինքը այն հարցերին է ուշադրություն դարձրել, որը որ Հայաստանի կոնտեքստում ընդհանրապես հարց չէ։ Դրա համար միշտ այս նրբությունը պետք է ունենանք եւ այո, պետք է սովորենք ինքնուրույն աշխատելու եւ այո, որոշակի գործիքներ օգտվելու եւ սրան միանշանակ կողմ եմ։ Այո։ Ուրեմն էլի ամբողջացնելով, ամփոփելով այս հարցը, գլխավոր մեկ կամ երկու տարբերությունները Սուրբ Գրքի ուսումնասիրության կոսովորությունների նկատմամբ եւ ազո խոսքի քարոզ պատրաստելու նկատմամբ, ուրեմն մեր ունգընտիրներին ինչ կարող ես ասել, էլի ամփոփելով քո ասածը։ Եթե փորձեմ ամփոփել, կասեմ հետեւյալը, անձնական ձեր ընթերցանության շրջանակում փորձեք նորից համար առ համար գնալ, կարդացեք, ոչ թե զուտ ինքնանպատակ, օրինակ համար այսօր 7 գլուխ կարդացի, անցա գնացի կամ 1 գլուխ կարդացի, կարիքը կա նույնիսկ դեպքեր կլինի, որ կարող ընդամենը 1 գլուխ կարդակ եւ դա շատ ավելի լավ լինի, օգտակար լինի, քան թե, չգիտեմ, 5 գլուխ կարդակ եւ ոչ մի բան չհասկանաք, այսինքն պարտադիր այնպես ունեցեք, որպեսզի ժամանակ ունենաք մտորելու, մտածելու, հարցերի վերաբերյալ, հիմնական կենտրոնացման վերաբերյալ, դրանից առաջ լավ կլինի, որ հասկանաք գրքի ընդհանուր նպատակը որն է, հեղինակը որն է, ինչ ժամանակահատվածում է գրել, որպեսզի հեղինակի միտքը հասկանանք, հեղինակ ասելով հասկանում ենք, որ այո, Աստծո խոսքն է, Աստծո հեղինակը, բայց մարդիկ են գրել։ Օրինակի համար, չգիտեմ, ավետարանների շրջանակում Մատթեոս ավետարանիչը, Մարկոսը, Ղուկասը, ամեն մեկը որոշակի նրբություններ եւ որոշակի լսարան են ունեցել, եւ սա կօգնի, որպեսզի ձեր ընթերցանության շրջանակում շատ ավելի մոտիկ հասկանաք այն ամեն ինչ, որ հեղինակն ուզել է ասել։ Ինչ վերաբերվում է քարոզներին, եթե նորից քարոզի շրջանակում համար առ համար եք քարոզում կամ ամբողջ գիրքն եք, մի գրքի շրջանակում եք քարոզում, այդձևի մի լավ խորհուրդ ստացա, որտեղ որ հիմա սովորում ենք մի եղբորից, որն ասաց, որ տվյալ գիրքը սկզբից մինչև վերջ մեկ անգամ նստեք ու կարդացեք։ Դժվար է, որովհետև մենք սովոր չենք այդքան նստելու, բայց ես այդ անելով տեսա թե ինչքան այլ պատկեր է ստանում, որովհետև Մատթեոս ավետարանը, որ կարդացել եմ, մոտ 3-4 ժամ տևել է, սկզբից մինչև վերջ կարդալս, բայց դա օգնում է հասկանալու ընդհանուր պատկերը, հեղինակը որտեղից սկսեց, ինչպես է գնում, ինչպես է իր հասկացողությունը, ասենց կարմիր թելի նման ամբողջ այդ ավետարանով գնում ու ավարտին հասցվում, ու դու հասկանում ես մի բան, որ օրինակի համար ավետարանները, գործ կառաքելոցը դա ոչ թե զուտ Հիսուսի մասին պատմությունների ասենց խառը բաներ, դարակեր, մի քանի բան վերցել են, կպցրել են իրար, այլ հստակ նպատակային շարադրված տեքստ է ամբողջական, կոնկրետ նպատակով, կոնկրետ շարժառիթներով, կոնկրետ բառապաշարով եւ նրբություններով։ Ու երբ որ արդեն ամբողջությամբ ընթերցում ես, շատ ավելի հեշտ է լինում։ Համաձայն եմ, որ 5 տականի գրքերը մի փոքր ավելի դժվար կլինի, ինչու որտեվ ծավալով շատ ավելի մեծ գրքեր ունենք, բայց նորից պետք է փորձեք մաքսիմում գոնե սերտողությունից առաջ այդ ամբողջ գիրքը սկզբից մինչև վերջ կարդանք, որպեսզի ընդհանուր մեծ պատկերը ստանանք։
Նոր դրանից հետո արդեն համար առ համար ավելի աշխատելով այդ հիմնական պատկերը մեր առաջ ունենալով։ Սա բավականին մեծ օգնություն կլինի։ Անձնական սերտողության համար པարզ մի քանի հարցեր կարող եմ ասել որպես օգնություն, որ օրինակի համար ինչ որ հատված կարդացիք, կարդալուց հետո ինքներդ ձեզ հարց տվեք, ինչի մասին էր տվյալ պատմությունը, այսինքն փորձեք ինքներդ ձեր բառերով վերաշարադրել ինքներդ ձեզ համար, ինչի մասին կարդացի։ Երկրորդ հարցը կլինի ինչ սովորեցի, այսինքն առաջնային նպատակը պետք է լինի ինչ սովորեցի Աստծո մասին, Քրիստոսի մասին, Հայր Աստծո մասին, Սուրբ Հոգու մասին, եթե խոսումը գնում է, ինչ սովորեցի Աստծո մասին, դրանից հետո ինչ սովորեցի ընդհանրապես բարոյախրատական հարցերում կամ այլ ինչ որ հարցեր վերաբերյալ եւ երրորդ հարցը կլինի հետեւյալը ինչպես կարող եմ սովորածս կիրառել, այսինքն գործնականում մտածենք նույնիսկ սրա համար, որ այնպես չլինի լիքը գիտելիք ունենք, բայց գործնականում որոցե քայլ, որոցե բան չենք անում։ Դրա համար օրինակի համար Պողոս Առաքյալը բոլոր նամակները հիմնականում որ գրում է, կարող ենք տեսնել սկիզբը ուսուցողական հատվածն է գալիս, դրանից հետո արդեն գործնականում կոչերն է գնում։ Նույնպես եւ մեր մոտ պետք է լինի կարդացինք, հասկացանք, մտորեցինք, աղոթեցինք եւ պարտադիր ինքս ինձ հարց տամ։ Լավ, այսքանը կարդացի, սովորեցի։ Այս ամեն ինչը միս ու արյուն ոնց է դառնալու իմ կյանքում, ինչպես եմ գործնականում կարողանալու այդ ամեն ինչը կիրառել։ Շատ լավ։ Մի հարց եւս Արճան, մի հարց եւս քո անձնական ուսումնասիրությունների մասին խոսա մի քիչ, խնդրում եմ, լա անցյալի քո ուսման հետ կապ ունեցող Գիևում եւ լա ներկայիս Սամարայի հետ կապ ունեցող, պարզապես մեր լսարանի դեղատվություն տալու համար, որ ինչպես էր քո փորձառությունը եւ ինչ օրդություններ դու կարողացես ես այդպիսի ուսումնասիրություններ անելով։ Ուսուցումը, հոգևոր ուսուցումը, կասեմ, շատ կարևոր դեր ունի, ու ինչ եմ սա շեշտում, նորից փորձեմ օրինակս բերեմ աշխարհիկ շրջանակից։ Մենք օրինակի համար, երբ որ բժշկի ենք գնում, հետաքրքրվում ենք, մասնագետ ինչ մասնագետ է, որտեղ է սովորել, ինչ փորձառություն ունի, ուրիշներից հարցում ենք եւ այլն եւ այլն։ Եվ սա նորմալ է, տրամաբանական է, ինչի, որովհետեւ լուրջ վիրահատություն կամ այլ ինչ որ բան պետք է լինի մեր օրգանիզմի, մեր առողջության հետ է կապված։ Բայց չգիտես ինչի, երբ որ գալիս է հոգևոր հարցերի վերաբերյալ, մենք սկսում ենք շատ թևանցիկ ու բանով մատերի արանքով նայել, ասելով, որ ինչ կարևոր է ուսումը, ինչ կարևոր է որտեղ է սովորելա, չի սովորել, ինչ գիտի, ինչ չգիտի եւ դրանից ելնելով էլ պատրաստ ենք լինում ընդունելու ամեն ինչ որ լսում ենք կամ ամեն մեկին լսելու առանց նույնիսկ հետաքրքրվել տվել մարդը ինչ որ բան սովորել է թե չէ։ Իմ հետ կապված ինչպես ես եկա այս հասկացողությանը, երբ որ ավետարանություն էինք անում, տարբեր գյուղեր, տարբեր տեղերում մարդիկ տարբեր հարցեր էին տալիս։ Ու մի կերպ փորձում ես պատասխանես, բայց ինքդ քեզանից այդքան էլ նույնիսկ պատասխաններից բավարարված չես, ինչի որտեվ դեռևս ընթացքի մեջ ես, սովորելու մեջ ես, դեռևս նոր ես Աստվածաշունչը կարդում, հասկացողություններ, վարդապետական հարցեր եւ այլն եւ այլն։ Եվ միշտ մտածում եմ եւ աղոթում եմ Տեր Աստված, կուզենամ ավելի աճեմ այս հարցում, ինչի որպեսզի երբ որ մարդը հարց է տալիս, ես ինքս կարողանամ բավարար կերպով պատասխանեմ, որ ինքս բավարարված լինեմ այն պատասխանին, որը որ տալու եմ։ Եվ Տիրոջ շնորհքով առաջի անգամ ստացվեց այդ հնարավորությունը գնացի Կիև բակալավր սովորելու։ Ասեմ, որ այդ ուսման ժամանակ մտածելակերպս հասկացողությունս միանգամից փոխվել է։ Այն առումով, որ ոչ թե, չգիտեմ, ծայրահեղության, այդ առումով չէ, այսինքն համակարգված սկսել եմ հասկանալ Աստվածաշունչը, աստվածաբանությունը վարդապետության առումով փոխվել է, քարոզաբանությունս, ինչի որտեվ մինչև այդ քարոզում էի ճակերտավոր թեմատիկ, այսինքն ինչ որ մի միտք ունես, այդ միտքդ կառուցում ես, հետո մտածում ես Աստվածաշնչից որտեղ դրան վերաբերող հարցեր կա, մի քանի հատ համար ես գտնում, իրար կպցնում ես, այդ ձև ասենք կարաս 20 րոպեում, 30 րոպեում քարոզ պատրաստես ու քարոզես ու ժամանակին ես մոտեցումն եմ ունեցել, ինչ որտեղ տենց եմ սովորել, այսինքն այս են սովորացել, այս ձևով կարող ենք ասել մեզ մեր շատերը այդպես այդ մոտեցումով եղած են, նրանց սկզբնական այդ փուլը քարոզչության եւ նրանից հետ երբ սովորած են մյուս մոտեցումը, որ ավելի սուբկրային ցևով առողջ մոտեցումն է, ինչպես Աստված ինքը հայտնած է իր խոսքը, հաջորդաբար այդ տրամաբանությամբ այդպեսով քարոզել ազը խոսքի միջից համար առ հատված արատված։ Ու այդ ընթացքում հասկացա, որ մեկ քարոզաբանությանս մեջ ազնիվ չեմ եղել, այսինքն էլի չեմ ասի հերետիկոսություն եմ քարոզել, բայց այն չէր ինչ որ Աստծո խոսքն էր ասում, այսինքն
իմ միտքն է եղել, իմ տրամաբանությունն է եղել հարմարացրած աստվածաշնչյան համարներով։ Եվ այդտեղից սկսելա Տերը աշխատել, այո, բակալավրը, ասենց ասած, կամ առաջի հիմնաքարն էր, որը որ նպաստեց նաև բացեց դուռը հոգևոր գրականության, որից որ սկսեց ձևավորվել վարդապետությունս։ Ինչի է սա կարևոր, որովհետև դրանից հետո արդեն երբ որ Սամառա Տիրոջ շնորհքով հնարավորություն ունեցանք հիմա էլ շարունակում ենք մագիստրատուրա սովորելը, ավելի խորքային սկսեցինք աշխատել ոչ թե արդեն պատրաստի, ասենց ասած, մատերիալի հետ, պատրաստի զուտ հասկացողության հետ, այլ ավելի հիմա Սամառա ստանում ենք այն գործիքները, որով որ մենք անհատական կարանք ավելի մանրակրկիտ աշխատել Աստվածաշնչի հետ, որը որ շեշտեցի բնագրային լեզուները եւ այլն, եւ սա սկսեց մի փոքր ավելի այլ մոտեցում ցույց տալ թե քարոզաբանությանս առումով, թե նաեւ եկեղեցական ծառայության շրջանակում, որովհետեւ Աստծո խոսքն է, որ ձևավորում է մեր մեջ այն ընթացքը, որ մենք ունենում ենք, թե մեր առօրյա կյանքի ընթացքում, թե նաև եկեղեցու ծառայության շրջանակում, այլ կերպ ասեմ, ծառայության փիլիսոփայությունը, այսինքն տվյալ ծառայությունը, որ անում եմ, ինչ հիմք ունի, աստվածաշնչյան, ինչ գաղափարների հիման վրա է հիմնված, ավետարանությունը, որ անում եմ, դրա տակ ինչ եմ հասկանում եւ այլն, ցանկացած ծառայություն, այսինքն երբ որ կա կոնկրետ ուսուցում ու նորից լուրջ ուսուցում, տարիներ դրա մեջ ներդրած ուսուցում, հիմա որ տարիներով ասեմ, արդեն չգիտեմ, չեմ ուզում գլուխգովալ լինի, բայց ինչքան ինձ հիշում եմ, խորը ուսման մեջ եմ, հիմա բակալավր, մինչև այդ որոշակի քոլեջ կար, այդ քոլեջում էի աստվածաբանական սովորում, բակալավրն էր, հիմա շարունակում եմ մագիստրատուրան 4 տարի, այսինքն ես տեսնում եմ, որ դրա կարիքն ունեմ, որ պահին, որ կգա պահ, ասեմ վերջ, արդեն էլ կարիքը չունեմ ուսուցման, ուրեմն ինչ որ խնդիր ունեմ։ Որտեղ մեր ծառայության կարիք ունենք աճելու Աստված ճանաչողության մեջ, Աստծո խոսքի մեջ, որպեսզի ըստ դրա էլ կարողանանք լավագույն կերպով ծառայել այնպես, ինչպես որ Տերն է ցանկանում։ Ու մտքից հիշեցի այս հատվածը, որ եթե կհիշեք 5 տակարանում, նույնիսկ այդ հատվածի վերաբերել օտարկրակ թեման էլ կա, որ MacArthur-ն է գրել, հայերենով էլ թարգմանեցինք այդ գիրքը։ Այնտեղ տեսնում ենք, որ որոշակի մոտեցում մարդիկ որոշեցին այնպես ծառայեն, ինչպես որ իրանք են ցանկանում։ Արդյունքը այն եղավ, որ Տերը պատժեց, ինչի, որովհետև Աստված հստակ սահմանումներն էր տվել, թե ինչպես պետքա կոնկրետ ծառայության շրջանակում վարվենք եւ նույնպես եւ մեր պարագայում, թե որպես հոգեվոր պրոստ ուղակի քրիստոնյա մեկը ասեմ, Աստված տվել է այն սահմանները, որով որ պետքա ապրենք։ Մեր ծառայությունը այս սահմանների մեջ իսկ արդեն նույնն էլ ծառայության շրջանակում, եկեղեցու շրջանակում, հովվության շրջանակում։ Հիմքը ինչ է մեր ծառայության? Աստծո խոսքը, առողջ ուսումնասիրությունը եւ մատակարարումը։ Այսինքն, երբ որ մենք սովորում ենք, կարողանում ենք լավ հմտություններ ունենալ Աստծո խոսքի շրջանակում ճիշտ աշխատելու, Աստծո խոսքը ճիշտ հասկանալու, սա արդեն ավտոմատ կերպով ազդում է մեր առօրյա ընթացքի վրա, ազդում է մեր ծառայության վրա, ազդում է մեր փոխհարաբերության հետ կապված, թե Աստծո, թե եկեղեցու շրջանակում, այսինքն այդ ամեն ինչը շատ ավելի ամուր հիմք է դառնում մեզ համար։ Եթե օրինակի համար նորից նայենք Աստվածաշնչի վրա, Պողոս առաքյալը ինքը անունց մեկը չէր։ Այն ժամանակվա ամենալավ հարգի ուսուցիչների մոտ էր սովորում, ասում է Գամաղեելի ոտքերի մոտ եմ սովորել։ Ու Տերը օգտագործում է իր ուսումը ճշմարտությամբ ուղղելով, վերստին ծնունդ տալով, բայց այնուամենայնիվ այդ ուսուցումը ինչ որ ինքը ուներ, ազդեցություն ունեցել է իր հետագա ծառայության վրա, ընթացքի վրա։ Մովսեսի առումով ասենք, նորից Մովսեսը Եգիպտոսում է սովորել այն ամենա, ասենց ասած, top ուսումն է ստացել, որը որ այն ժամանակ հնարավոր էր։ Եվ այո, Տերը դա օգտագործում է։ Սա ասում ոչ թե այն պետք է առիթ լինի հպարտության, այլ հակառակը, ինչքան շատ սովորում ես, այդքան ավելի խոնարհվում ես Տիրոջ մեծության առաջ, ինչի որտեվ հասկանում ես, որ ինչքան սովորում ենք, չնչին մի բան է այն խորը գանձերի ու խորության մեջ, որը որ Աստծո խոսքն է տալիս։ Դրա համար խորհուրդս սա կլինի եւ իմ անձնական փորձառությունից եմ ասում, երբեք մի կանգ առեք սովորելուց եւ այդ սովորելը թող լինի խորացված, մանրակրկիտ, մակերեսային չպիտի լինենք, ինչ շատ են մարդիկ կանգնել ասել են երիտասարդ տղա ես, ինչ ես խորացել այդ էսկոմ ենկոմ, բայց եթե չխորանանք,
ընկնելու ենք։ Եթե չխորանանք, տկար թույլ հավատացյալներ ենք լինելու։ Էլի գուցե ուղիղ օրինակ չլինի, բայց միշտ պատկերացնում եմ Պետրոսին, երբ որ Հիսուսին տանում էին խաչելու, Պետրոս ասում է հերվից հետևում էր, կարծես sense դիստանցիա պահելով, որ դե իրա հետ եմ, բայց այդքան էլ իրա հետ չեմ ուզում հիմա ցույց տամ եւ այլն, ճիշտ է, դրանից հետո փոփոխություն է լինում, բայց միշտ այս իլյուստրացիան, այս օրինակը մտքիս է, որ եթե Քրիստոսին չենք փորձում ձգտենք մոտիկ, Պետրոսի նման հերվից sense մակերեսային հետևելով շատ հեշտ տկարանալու ենք, ընկնելու ենք, շատ թույլ ու մակերեսային ենք լինելու ու մեր հոգևոր կյանքում էլ շատ հիասթափություն ենք ունենալու, ինչի որտեվ մեր պատկերացումները այլ էին Աստծո խոսքի խոստումների, բայց Աստված ընդհանրապես այլ ուրիշ բաներ խոստացել կամ պատվիրել։ Դա համար ուսումը շատ կարևոր է, ինչպես որ արդեն ամենասկիզբը ասացի, բժիշկ լինելու, վիրահատություններ անելու, նույնպես եւ քարոզելու եւ Աստծո խոսքը ճիշտ գտրելու, ճիշտ ուսուցանելու ու փոխանցելու համար։ Ամեն։ Շնորհակալ ենք Արթուր եղբայր ջան։ Կարևոր խոսքեր էր այս բոլորը եւ Տերը կապի մենք նկատի ունենք հաջորդ մեր դեսալովագում գշարունակենք այս թեմաները արձարծել ոնց հովիվը նրա ծառայությունը Աստծո խոսքի ուսումնասիրության գազդի եկեղեցվո գիրակտորիա պաշտամունքի ծառայության այդ տարբեր տարերի վրայով։ Եվ մի քիչ մի զրուցենք մեր հաջորդ զրույցում։ Այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի կարողանաք այս բոլոր տեսանյութերին հետևել, նաև առիթ ունեցեք կիսվելու էլ նպատակը նորից մեկն է ոչ թե մեր անձերի փառավորումը, այլ եթե գոնե ինչ-որ մեկին կարողանանք օգնել, քաջալերել, որպեսզի Աստծո խոսքի մեջ ավելի մանրանան, ավելի խորը ուսումնասիրեն, միանշանակ դա է նպատակը, այնպես որ Տերը թող օրհնի բոլորիդ, կտեսնվենք մյուս հանդիպան, աղոթենք։ Աղոթենք։ Սիրելի շնորհակալ ենք Տեր այս հնարավորության համար, որ այսօր ալ ունեցանք, ով Տեր օրհնե եղբորս, շնորհակալ եմ Տեր այդ իմաստության համար, որ դու իրեն տված ես եւ շարունակում ես տալ, որ ծառայում է ինքը քեզ համար, ով Տեր շարունակի իրեն օրհնել, նրա ծառայությունը, նրա ընտանիքը, նրա եկեղեցին եւ Տեր մեր այս ծառայությունը Տեր քեզ շարունակի ընդունելի լինել քո առաջ եւ օրհնություն լինի մեր բոլոր ունգընտիրներին, ով Տեր շնորհակալ ենք, որովհետեւ մենք քեզ ունենք, ճշմարտություն ունենք եւ ուզում ենք Տեր քո առաջ հաճելի լինել ապրելով քո խոսքի համաձայն մեր վերաբերմունքը, մեր առօրյա ապրելակերպը, մեր մտածելիքը ամեն ցևով Տեր, մեր խոսքերը մենք ուզում ենք, որ քո խոսքի համաձայն լինեն, որովհետեւ դու հաջիս մեր վրայով եւ Տեր դու բարավորվես մեր կյանքով։ Հիսուսի անունով խնդրում ենք Օրը Փառքի համար։ Ամեն։ Ամեն։